Մոտենում են հերթական շինծու ընտրությունները։ 95 թվականից սկսած մինչև հիմա բոլոր ընտրությունները կեղծվել են, օգտագործելով վարչական լծակներ, հարկադրանք, պարտադրանք, տարբեր կեղծիքներ և ընտրակաշառք։ Արդյունքում այսօր մեր պետությունը հայտնվել է մի խումբ օլիգարխների ձեռքում և նրանք երկիրը վերածել են սեփական բիզնեսի։ Մեր երկիրը մեզ համար դա հայրենիք է, իսկ նրանց համար պարզապես հարստանալու միջոց, մի տարածք, որտեղ ամեն ինչ վաճառվում է։ Մեզ համար հայ մարդը դա հայ ժողովուրդն է, իսկ նրանց համար ստրուկ, որին կարելի է գնել 5000 դրամով։ Եվ այս ամենի ղեկավարը և գլխավոր պատասխանատուն դա գործող նախագահն է, որը հենց ինքը ժամանակին իշխանությունը զավթեց ընտրակեղծիքներով և արյան գնով։ Սակայն պետք է գիտակցենք նաև, որ այս ամենը մենք ենք թույլ տվել հանդուրժելով։ Ուրեմն հենց մենք էլ պետք է շտկենք չհանդուրժելով։ Հարգելի ժողովուրդ, եկեք այլևս չհանդուրժենք ռեժիմը։ Երբ ձեզ ընտրակաշառք են առաջարկում ձեր ձայնի դիմաց, իմացեք, որ ձեզ ստրկացնում են, և հրաժարվեք, մի վերցրեք։ Միևնույն է, այդ չնչին գումարը ձեզ չի հարստացնելու։ Եթե կփորձեն հարկադրել, սպառնալ, մի ենթարկվեք և մի վախեցեք։ Այդ ամենի համար նրանք ժամանակին պատասխան են տալու։ Իսկ մենք եկեք պահանջենք և տեր կանգնենք մեր իրավունքներին։ Միայն այդ ձևով կարող ենք ունենալ ազատ և արդար ընտրություններ, և միայն այդ դեպքում կունենանք արժանապատիվ երկիր, որը պատկանում է ժողովրդին։